Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Հարավեցյան խոհանոցն է եթերում, նախ շնորհավոր նոր տարի ամանոր, նոր հույսեր եւ նոր նպատակներ, բայց բարեկամներ, ինչպես գիտեք, մեր ծրագիրը հատուկ հենց նրա համար է, որ մենք չմոռանանք մեր անցյալը, մանավանդ որ մենք թեւակողեցինք Հարամեկի տարելից մեր դժբախտ դեպքերի, եղեռնի, ամեն անգամ աշխատելու ենք անդրադառնալ, բայց ինչպես ասում են, ողբան վերելոց, բայց կանչենք նաև ապրոված։ Եվ հենց այս թեմայի շուրջ է շատ խորհրդանշական 1001-րդ հաղորդումը, բարեկամներ, մենք սկսում ենք մեր Ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ձայն համշենական թերթի գլխավոր խմբագիր Համշենահայերի միության փոխնախագահ մեր լավ բարեկամ պարոն Սերգեյ Վարդանյան։ Ողջույն պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք։ Շատ ուրախ եմ, որ չմերժեցիք այս տոնական օրը պարոն Վարդանյան եւ իրոք որ խորհրդանշական է։ Ես եւ ինձ նման շատ մարդիկ հետևում են ձեր գործունեությանը եւ շատ տպավորված ենք ապրեք դուք։ Բարեկամներ, պիտի պատրաստենք մեր պատվարժան հյուրի մասնակցությամբ եւ իր այդ տրամադրած բաղադրատոմսն է կանաչ լոլիկով ձվածեղ պիտի պատրաստենք եւ ուտեստը շատ པարզ մանավանդ որ մենք տոնակատարությունից հետո ենք եւ թեթև ուտեստներ մի քիչ խումհարից դուրս գալու նաեւ չէ լավ ուտեստ ես պատրաստ եմ եւ ձեւը ցույց տամ պարոն Վարդանյան եւ մենք զրուցենք նաեւ ձեր ուսումնասիրությունների այդ մասին կանաչ լոլիկը պիտի կտրատենք բարեկամներ այնտեղ թարմ լոլիկի մասին է խոսք գնում բայց մենք կարող ենք թթվեցված բայց մի քիչ թույլ թթվեցված եւ պիտի լվանանք անպայման որ նոր այդ թթու վիճակը անցնի մանր պիտի կտրատենք սոխարած ներողություն սխտորարած պիտի պատրաստենք եւ այս մանր կտրատված լոլիկը տապակելու ենք այնքան որ ինչպես գրված է բնագրում ճզմվի լոլիկը այնուհետև ավելացնելու ենք համեմունք եւ ձու ահա ես այսքանը ուտեստի մասով եւ մեր կանդրադառնանք նորից ուտեստին պարոն Վարդանյան ձեր ուսումնասիրությունները նորից նշեմ որ բոլորը տեղյակ են բոլորը գիտեն որ դուք տեխնոջան աշխատանք եք իրականացնում այդ առումով եւ տարու վրա այսպես ասենք փոփոխություն զգում եք ինքնագիտակցության հետ կապված հա Թուրքիայում այո շատ արագ մարդկանց մոտ հիմա դե որ մի քիչ ավելի դեմոկրատական այսպես ասած հովեր քամիներ կան իհարկե շատ-շատերը արդեն արթնանում են նրանց մոտ ինքնագիտակցություն ասեմ ձեզ որ այդ մահմեդական բայց հայախոս համշենցիները պոմիդորին հենց լիլիկ են ասում լիլիկ մենք հիմա փաստորեն գրական հայերենում ենք շատ անգամ ասում իսկ սա ուրեմն առաջի այս ճաշատեսակը որ մենք հիմա դուք պետքա պատրաստեք առաջի անգամ ես հրատարակել եմ Հայաստանի աշխատավորի ամսագրում 30 տարի առաջ 84 թվականին Անդրանիկ Զեյթունյանի հետ մի համշենցի մտավորական եւ այն ժամանակ մտածում ենք դեռ 30 տարի առաջ ինչպես քրիստոնյա համշենահայերի ուտելիքը փրկենք մոտ 12 կերակրատեսակ ենք այստեղ տպագրել այս տարի էլ որոշեցինք այդպիսի մի գործ արդեն ես անել դեռ Զեյթունյանը չկա ցավոք Եվ հիմա այս անգամ Քոչիկյանը քնար օգնեց Սոչիից եւ ձայն համշենական թերթի 3 այս տարվա 3 համարներում տվել ենք համշենի խոհանոցից նմուշներ, ճաշատեսակներ, ասեմ որ ամենամեծ յուրահատկությունը համշենի խոհանոցի այս բանը լաստը եգիպտացորեն է, հենց այսպես բախտի բերմամբ թե պատահմամբ հենց իմ մոտ համշենահայերի կարելի ասել խորհրդանիշն է սա Իրենք եգիպտացորենին լազուտ են ասում կամ լաստ Միջար լազերնել են լաստ ասում, լավուստ, լաստ Հիմա բառի ծագումը չգիտենք ինչպես է, որտեղ հայերեն լաստ նաև ճյուղ է նշանակում, չէ, բայց չգիտեմ դա ինչքանով է հայերեն հետ կապված Գիտեք, որ Համշենը եղել է խիստ լեռնային շրջան, այնտեղ նույնիսկ հարթավայր չկա, որ ցորենցան են Դրա համար իրենց հացը միշտ լաստի, այսինքն եգիպտացորենի ալուրով են արել եւ ճաշատեսակների մեջ էլ բոնջարով, ապուրի, բանի մեջ լաստի ալուր էին խառնում Եթե կամաձայնվեք, ես եւս մեկ անգամ հրավիրեմ ձեզ եւ բոնջարով ապուրը շատ Հա, բոնջարով ապուր պատրաստենք, ցավոք սրտիկ տեսնենք ինչ կարող Ես Երևանում բոնջար աճում է, մենք եթե նախորդ պայմանավորում ենք, բոնջար կարանք ճարենք մի քանի տերև Շատ է
ձեթը դաղվեց, հիմա սխտորն ենք ողում, սխտոր եռած, նոր բան ծնվեց։ Հա։ Պարոն Վարդանյան, բովվեց մի քիչ, տապակվեց սխտորը, իմիջայլոցը շատ հետաքրքիր է, որ շատ, եւ այստեղ ես կարծացի, որ համշենահայերը սոխարած չեն պատրաստում, սոխը կամ խորոված են օգտագործում, կամ ճզմված ուղղակի թարմ վիճակում։ Բայց հիմա արդեն բնական է, արդեն կյանքը փոխվել է, խառնվել է այդ խոհարարությունը, հիմա սխտոր եռածի վրա ավելացնում ենք լոլիկը։ Անկեղծ ասեմ, պարոն Վարդանյան, որ շատ ուրախացա, որ մեր հրավերը չներժեցիք, որովհետև նախ մենք շատ դեռ վաղուց ծանոթներ ենք, միշտ եւ հարևաններ ենք, բացի դրանից ես շատ տպավորված եմ ձեր գործունեությունից, այո, համշենահայության մասին կարծես թե կամ ոչինչ կամ միայն ինչ-որ բաներ, որը մեզ օգտակար է, բայց այն խութերը, այն խնդիրները, որ ունեն նրանք, որևէ այլտեղ ես դրա լուսաբանման մասին ոչինչ չեմ կարծացել, չգիտեմ։ Դե փաստորեն պաստարյա թերթը կա, եւ այստեղ շատ կա խոհարարական է պաստորեն կա։ Այո, բարեկամներ, Իվիչայլոս թերթը տպվում է ձայն համշենական, վաճառքի չի, բոլորը կարող են ունենալ այս թերթը ցանկության դեպքում։ Այո, ինտերնետում էլ ձայն համշենական օր։ Այո։ Եվ այստեղ շատ մեծ լուրեր կան, տեղեկություններ մեր ժողովրդի այդ մասին, շատ Իվիչայլոս դուք պիտի նաև հուշեք, ավանդույթների մասով, հայկական ավանդույթների մասով պահպանված են այնտեղ։ Այո։ Այսինքն հայ են եւ հայությունը պահպանված է, ուղղակի այդ կրոնական այդ միջավայրը բռնի եղել է, եւ խոսքի իհարկե իսլամների մասին, որովհետեւ քրիստոնյա համշենցիկ դե հայ են արդեն։ Բնական է։ Քրիստոնյա համշենցիկի կերակրի մեջ ասեմ ամենամեծ նորասի առանձնահատկությունը, որ նրանք հացը թխում էին հիմնականում եգիպտացորենի ալուրից։ Ասենք Աբխազիայում, մինչև նույնիսկ 50-ական թվականները տնամերձերում ցորեն աճացնում էին։ Այո։ Ուղղակի քիչ, բայց որտեվ բավական մահաճել էր եգիպտացորենը, որ եւ անասնակեր էր, եւ նրա ալուրից էին ուտելիք։ Իսկ Թուրքիայում, ովքեր եղել են բուն համշենում, ուրեմն այնտեղ այնպիսի լեռնային տեղ է եւ անձրևոտ, որ այնտեղ հնարավոր չէր ցորեն աճեցնել։ Այնպես է, այնտեղ հարթ տեղ չկա։ Ուրեմն նրանց փրկությունը եգիպտացորենն էր, նույնիսկ ձեզ ասեմ, որ նրանք ուղիղ տեղին փոս են ասում։ Իրենց լեզվով փոսը նշանակում է հարթավայր, որովհետև լեռում ապրողի համար փոսում էր ուղիղ տեղը։ Ասենք գետի ափը, այդտեղ նույնիսկ դրա համար իրենց ուրեմն ամենամեծ յուրահատկությունը, որ ուտելիքները եգիպտացորենի ալուրով էր։ Շատ հետաքրքիր եւ ես ուզում եմ նաեւ հիշեցնել բարեկամներ, որ նորից անդրադառնանք համշենում դեռ մինչ 30 թվականը կարմիր լոլիկ չէին ուտում։ Կարմիր Թուրքիայի Աբխազիայի մասին, այո։ Համարում էին փթած, հոտած, արդեն ժամկետանց։ Պարոն Վարդանյան, երևի ինձ հետ բոլորը կամ շատերը տեսած կլինեն տագդեղի, չորացրած տագդեղի մոտ դուք նկար ունեք համշենահայերի, կարծեմ, այդպես առատ, այդպես կանաչ լոլիկը կծու պղպեղով։ Կծուն վառեցուկ են ասում իմիջիայլոս։ Վառեցուկ։ Այսինքն վառում, հա։ Մի քիչ գցենք։ Շատ հետաքրքիր ուտես ստացվեց, մի քիչ համեմենք, թեթևակի այսպես նանայով, իմ կարծիքով որ ասում ենք այս բոլորը, գիտեք ոնց է, հիմա սա իհարկե կախված է նաև տանտիկնոջ կամ այդ պատրաստողի ունեցածից, եթե լոբի ունի, օրինակ կարող է նաև բոնջարով ապուրի լոբի ավել, կարմիր, ոչ կանաչ, կարմիր լոբի, այսինքն էլի գիտեք, ստեղծագործ դուք իզուր լավ գիտեք, որ խոհարարական արվեստը դա ստեղծագործական արվեստ է, նայում ես տանը ինչ կա, մի բան կավելացնի, այսինքն որ ասում ենք համշենի ուտելիք, դա չի նշանակում, որ ոչինչ չես կարող, հա, գծված բան է ինչ-որ, կարաս ինչ-որ բան, եթե գտնում ես սա ավելի համ տալիս է, երբեմն սմետանա են թթվասեր են ավելացնում, այսինքն եթե տունը
կատնամթերք է եղել, եթե արաժան, թթվասեր, թթվասերով կարող ենք իհարկե Ընդհանրապես, այո, ըստ ճաշակի, մարդիկ կարան իմպրովիզացիան է։ Այնուամենայնիվ, այսպես ուզում եմ ես ճշտել այդ կենցաղավարության իմաստով, նման է իրենց կենցաղավարությունը, մեր այստեղի լեռնային վայրերի հետ համեմատենք, չգիտեմ, իրենց Եվ նման է եւ տարբեր է։ Եթե Թուրքիային ենք վերցնում, շատ տարբեր է։ Մեր մոտ իհարկե, գիտեք ոնց է, մեր մոտ ավելի, ասինքն հարուստ է խոհանոցը, Հայաստանի բնակչին, շատ ավելի։ Այնտեղ դե բնական է, այդ մարդիկ գյուղացիները, որտեղ շատ այդպիսի բաներ չի աճում եւ իրենք պետքա բավարարվեն այդ անձրևոտ կլիմայով, կլիմայով մի շուտ հնարավոր է։ Աբխազիայինը դե բնական է, հայ են եւ այնտեղ են ապրում, բայց էլի այդ տարատեսակ բաների կա, այդ բոնջարը, որ այստեղ փաստորեն չի աճում։ Աճում է, բայց չեն տարածում։ Չի աճում է, կլիման թույլ է տալի, բայց չի տարածված որպես օգտագործվի։ Եվ մեր մոտ թեև գիտե, եգիպտացորեն շատ աճում է, բայց չեն օգտագործում։ Վրաստանից երբեմն բերում են վաճառքի շուկայում ալուրը։ Եվ այդպես համշենցիները Աբխազիայի բանի գնում նրանցից կամ Թիֆլիսի հայերը, որոնք գիտեն, որ ասենք սրանից յոկա են պատրաստում, ուրիշ բաներ են պատրաստում, ալուրը գնում բերում են։ Շատ լավ, բարեկամներ, նորից հիշեցնեմ, մենք պատրաստեցինք տապակա կանաչ լոլիկով, կանաչ լոլիկը նոր կտրատեցինք, սխտորերած պատրաստեցինք, այո, սխտորերած, ձեթի մեջ տապակեցինք սխտորը, այնուհետև կտրատված կանաչ լոլիկը ձուն խփեցինք, հարեցինք կանաչիներով, մի քիչ վերջում նանա ավելացնենք, աղջ ավելացնենք, որովհետև օգտագործվել էր թթու լոլիկ։ Հարգելի պարոն Վարդանյան ջան, ինչ ցանկություն ունեք, ինչ կցանկանաք մեր հեռուստադիտողներին, կարող եք օգտվել առիթից եւ ձեր ցանկությունը, ձեր առաջարկը մեր հեռուստադիտողներին։ Ինչ կցանկանամ, գիտեք, դե մեր ազգին պատերազմ չլինի առաջինը, միշտ մտահոգ դա է, որտեղ տարածաշրջանում մեր ամբողջ դա է, պատերազմ չլինի, երկրաշարժ չլինի, բնական աղետներ չլինեն, սիրով ապրենք եւ ավետարանի նման, ինչպես ավետարանում է գրված, միշտ անենք այն ինչ որ չէ, այնպես մարդկանց հետ վարվենք, ինչպես կուզենայինք, որ մեր հետ վարվեն։ Ոսկե կանոնով ապրենք եւ մեր ազգին արտագաղթը դադարի երևի մեկտեղվենք, համշենցինել գա այստեղ ապրի, մյուս երկրի մարդիկ կան, արդեն առաջին նշանները կա, արդեն Թուրքիայի համշենից մի քանի հոգի տեղափոխվել են։ Շատ լավ լուր, շատ լավ լուր, ապրեք դուք։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այս ամենը կարող ենք նաև կենացի տեսքով, քանի որ ամանոր է, նոր տարի։ Պարոն Վարդանյան, ես ուզում եմ, որ դուք դեռ երկար ապրեք, ինչի համար եմ ասում, որովհետև բացի այն, որ դուք այն տեսակն եք, որ այո հարկավոր է, որ դուք շատ ապրեք, դուք շատ եք սովորեցնում, վստահ եմ եւ նաեւ ունեք աշակերտներ եւ բայց ձեր տեսակը մեզ համար հարկավոր է նրանով, որ մենք մեր պատմությունը լավ հիշենք, լավ սերտենք եւ մեր պատմությունից, չգիտեմ, ընթացքն է դուրս նետեք կարծես թե մեր այդ ընդհանուր պատմությունից կոնկրետ համշենահայությանը, թե ինչ պատմական իրադարձություններ չգիտեմ, բայց ձեր եւ ձեր նմանների միջոցով է, որ մենք հիշում ենք մեր ազգագիստներին, թեկուզ որ հավատքով իսլամ են, բայց նրանք ազգությամբ հայ են։ Ձեր կենացը լինի։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջապես մենք մտանք արդեն 15 թվականը։ Ուզում եմ, որ մեր բոլոր գործունեությունները միտված լինեն մեր միասնական լինելուն, մեր ամուր լինելուն եւ կամոք եւ ֆիզիկապես։ Տարին եւ դարը հաղթական է լինելու, ես վստահ եմ։ Եվ եթե մենք միասնական ենք, ուրեմն մենք հաղթական ենք։ Եվ այս բաժակով նաեւ ուզում եմ խմել մեր զորած կենացը։ Մենք խոսում ենք, որ պատերազմ չլինի, բայց պատերազմ չլինելու համար հարկավոր է ունենալ հզոր բանակ, այն ինչ որ մենք ունենք։ Շնորհավոր ամանոր եւ շնորհավոր նոր տարի, հարգելի հեռուստադիտողներ։ Կհանդիպենք ամեն օր։ Ձվածեղ կանաչ լոլիկով։ Քարակ 50 գրամ, կանաչ լոլիկ 3 հատ, ձու 2 հատ, սխտոր 5-6 բջեղ, համեմ, կծու պղպեղ, աղ, բարեխորշակ։